Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիմնարկում հերթական դատապարտյալն էր 22-րդ մահը։ Եվ իրավապաշտպանները եւս հազանգում են այդ խնդրի մասին, որն առկա է, ինչի հետևանք է այս ամենը։ Տարբեր խնդիրների հետևանք են մահերը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խնդիրը տարբերվող է, ունենք ինքնասպանության դեպքեր եւ ունենք ֆիզիոլոգիական մահեր, այսինքն կենսաբանական այնպիսի մահեր, որոնք արձանագրվում են, չգիտեմ, առողջության հետ կապված որոշակի խնդիրների հետևանքով։ Մենք մի քանի ուղղությամբ ենք աշխատում, նախ ինքնավնասում եւ ինքնասպանություն հնարավոր կատարող անձանց պարագայում փորձում ենք կանխել այդ դեպքերը, շատ շուտով կունենանք առանձին կահավորված խցեր, որոնցում կլինի փափուկ կահույք եւ ավելի քիչ հնարավորություն ֆատալ ելքով արարքներ կատարելու եւ նաեւ կունենանք տեսախցիկներ այդ խցերում, որոնք կհսկեն ինքնավնասման հակում ունեցող անձանց վարքը եւ հիմի անգամից ուզում եմ շեշտել, որ այս նորամուծությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա եւ մենք նույնիսկ հարցում ենք արել մեր գործընկեր եվրոպական պետություններին, թե ինչպես են իրենք պայքարում այս խնդրի դեմ եւ պատասխանն այն է, որ այլ լուծում, քան տեսախցիկներն են, չի կարող գոյություն ունենալ, որովհետեւ մենք չենք կարող խցում անձնական հսկողություն իրականացնել ֆիզիկական անձի մակարդակում օրը 24 ժամ, որպեսզի կարողանանք կանխել այդ վարքագիծը։ Առողջական խնդիրների բերումով մահերի հետ կապված ես ամբիոնից էլ նշեցի, կառավարության համապատասխան որոշման վերանայման կարիք կա, որը սահմանում է անհամատեղելիություն ենթադրող հիվանդությունների ցանկը, մենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատում ենք, ինչպես նաև ավարտին է մոտենում հոգեբուժական խնդիրներ ունեցող անձանց հաշվառումը։ Այսինքն իրավիճակները շատ տարբեր են, թող տպավորություն չստեղծվի, որ մենք օրինակ ունենք մասսայական ինքնասպանության դեպքեր, ոչ այդպես չէ, մարդիկ շատ հաճախ ուղղակի այնպես է ստացվում, որ մահանում են կամ մահը վրա է հասնում, կրկնում եմ, առողջական որոշակի խնդիրների բերումով, որոնք ժամանակին նույնիսկ վերահսկված են լինում, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում մահերը կանխել։ Յուրաքանչյուր մահվան դեպքով հարուցում է քրեական գործ եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ պատճառները բացահայտվում։ Երբեմն նաեւ արտարդարության նախարարությունն է տարածում հաղորդագրություն, նաեւ քրեակատարողական հիմնարկը ներողություն, որ օրինակ դատապարտյալի մոտ գնացած անձին փորձել են իրեր տալ, ոչ միայն, նաև արձանագրվել էր փափուկ կահույք տեղափոխելու դեպք։ Ես ուզում եմ հասկանամ, այդ վերահսկողությունը ինչպես է եւ նաև այստեղ այդ ձեր ասած կոռուպցիոն ռիսկերը չկա, որ օրինակ նույն բանտապետերը կամ որևէ հիմնարկում այս պայդրությամբ մուտք չի լինում արտոնյալ որևէ արտոնություն ենթադրող գույք։ Այսինքն այդ իմաստով հստակ կարգավորում կա, երբ է եղել։ Օրինակ մոտ 1 տարի առաջ օրինակ եղավ հրապարակում, որ փորձել են փափուկ կահույք տանել կապնի։ Բացառում եմ նման որևէ դեպք, նույնիսկ ասեմ ավելին, այն բոլոր հիմնարկներում, որտեղ կային խցեր, որոնք ունեին գույք, որը արտոնություններ ենթադրում, դրանք մաքրվել եւ հանվել են, կարող եք ինքներդ գալ եւ տեսնել։ Ունևոր հանդարտվածներն էլ չեն փորձում իրենց համար կոմֆորտ պայմաններ։ Կան թույլատրելի իրեր, որոնք կարելի է տանել քրեակատարական հիմնարկներ եւ կան անթույլատրելի այնպես ինչպես բոլորինը եւ ես ձեզ կրկնում եմ, սա առանց բացառության է եւ մեր մոտեցումն այն է, որ պատժի կրման պայմանների համատեքստում արտոնյալներ առհասարակ չպետք է լինեն։